պաշտոնական հայտարարություն եւ տեղեկատվություն դրա մասին կտրվում։ Խոսքը վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը։ 2022 թվականից հետո ինչ միջոցներ ենք ձեռք բերել։ Պարոն նախարար, 2021 թվականից ի վեր Ադրբեջանը ասում է, որ Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, երբևէ Հայաստանին չի պատկանել, այսինքն դուք օկուպանտ եք եղել այդ տարածքում։ Ես ձեր հարցին չեմ պատասխանում։ Պարոն նախարար, 2021-ից ի վեր Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրքեր կառուցել է։ Ոչ, չի կառուցել։ Այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չի։ Ոչ, հերքում եմ, եւս մի անգամ հերքում եմ։ Այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը օկուպացրել է։ Ես այլ բան չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել։ 21-ից ի վեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, թե իր երկրի տարածքում Ադրբեջանը իր տարածքում կառուցել է, մենք էլ ենք կառուցում։ Որ օկուպացրել է 21-ից հետո որևէ հատվածում ինժեներական աշխատանք արել է Ադրբեջանը։ Ոչ, խոսքը դրա մասին չի։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ձեր նշած անձնավորությունը պնդել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք է կառուցվել։ Ես դա հերքել եմ, համեցեք։ Ներողություն, պարոն նախարար, նույնիսկ պարոն Թորոսյանի հրապարակած այդ քարտեզում խորհրդային թվականների էլի ստուգումները ցույց են տալիս, որ այդ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Ես իդեպ ցավում եմ, որ ֆակտորը զբաղվում է նմանատիպ մանիպուլյացիայով։ Ֆակտորը փաստերի ստուգում է արել պլանետ հարթակի միջոցով եւ ներողություն մենք այդ պարոն Թորոսյանի հրապարակած խորհրդային տարիների քարտեզը եւ պլանետը համեմատել ենք իրար հետ եւ բայց դրա համեմատությունը ինչ կապ ունի իրականության հետ, հարգելիս։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը եւս մի անգամ հայտարարում է նման տեղեկատվությունը իրականության չի համապատասխանում։ Ես խնդրում եմ սա ընդունել ի գիտություն։ Այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մաս կազմող լրագրողներին կամ քաղաքական դիրքորոշում ունեցող լրագրողներին։ Դա ձեզ չի վերաբերում։ Ուրիշ հատվածներում եւս տարածքներ օկուպացրել է ադրբեջանական դիրքեր։ Կառավարության դիմաց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում, նրանք պահանջում էին, որ նույն տարեթվում ծնված երեխաները, ովքեր սովորել են նույն դասարանում, ծառային համապատասխանաբար 1.5 տարի ժամկետով նման քննարկումներ պատրաստում եք իրականացնել։ Ոչ, նման քննարկումներ չենք պատրաստում, որովհետև Պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այսինքն դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Պարոն նախարար, ինչու չեք ասում Հայաստանի օկուպացված մյուս տարածքներում կան ադրբեջանական տեղեկություններ կան, որ Սյունիքի, Տավուշի դիրքերում դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը հեռացվել է։ Ունեք նման տեղեկություններ։ Ով է դա ձեզ տասը։ Գրել են Որ դրոշն է հեռացվել։ Հայաստանի Հանրապետության դրոշ։ Որտեղ է դրոշը եղել, որտեղ պիտի պարտադիր դրոշը։ Դիրքերում եղել են դրոշ, ասում են, որ Հայաստանի տարածքում դիրքերում չկա, բայց դիմացի Հարգելիներս, ես խնդրում եմ անհեթեթ մանիպուլյացիաներին տուրք մի տվեք։ Ուղղակի հորդորում եմ, որովհետև սա զգայուն թեմա է սահմանը, մեր հասարակությունը ձեզ լուրջ է վերաբերում, ու ձեր ցանկացած գրածին լուրջ է անցալում ձեր ցանկացած գրածը։ Մի արեք այնպես, որ մարդիկ հանիրավի անհանգստանան։ Չկա որևէ անհանգստության առիթ։ Միանշանակ չի եղել։ Հայաստանի Հանրապետության Ես գնեք, մի սոցիալական բնույթի հարց ունեմ զինծառայողների հետ կապված։ Հրապարակում եմ այնպիսի տեսանյութեր, որոնք ստուգված են համապատասխան ծառայությունների կողմից։ Պարոն նախարար, 90-ականներին զոհված ծնողները հարցնում են, իրենք հերթագրման ցուցակում են, արդյոք բնակարան կստանան, թե չէ, ինչ ունեք իրենց ասել։ Նարեկ ջան, ես չգիտեմ 90-ականներ ասելով ինչ եք ասում։ Բայց Հայաստանի Հանրապետության նախկին զինծառայողներ, սպաներ, ծառայության բերումով առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներ, զոհված զինծառայողների ծնողներ, ովքեր հաշվառված են, խոսքը վերաբերում է մինչ օրս հաշվառվածներին եւ մինչեւ 2019 թվականը հաշվառված զինվորականներին։ Առաջիկայում կառավարությունը կունենա համապատասխան որոշում, որով մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու ենք 2000-ականների բոլոր պարտքերը։ Շնորհակալություն։